Բարև ձեզ, այսօր մեր տաղավարում է Սամվել Կարապետյանի թիմի անդամ Լևոն Սարգիսովը։ Պարոն Սարգիսով, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Բարև ձեզ, Ռուզաննա ջան, շնորհակալ եմ։ Անդրադառնանք այսօր Նիկոլ Փաշինյանի մի շարք հայտարարություններին, ավելի վաղ էլ, բայց այսօր մի այսպիսի հետաքրքիր ձևով էր ներկայացնում, երբ որ դուք անդադ խոսում եք ուժեղ Հայաստանի մասին, ասում է, որն է ձեր ուժը, օրինակ թող ուղիղ եթեր մտնեն եւ ժիմանեն, իհարկե ինքը ընդունում է, որ ինքը չի կարող։ Խոսեն թե այն մասին, թե օրինակ, չգիտեմ, Իսպանիայի մայրաքաղաքը որն է ձեր ուժը, ինչու եք դուք անդադ խոսում ուժեղ ղեկավարի եւ ընդհանրապես ուժեղ երկիր ունենալու մասին։ Տեսեք, բովանդակային առումով անդրադառնալ այս անհեթեթություններին կարծում եմ չարժի ժամանակը դրա վրա վատնել, սակայն ուրախացնող փաստը այն է, որ ի վերջո մեր այդ ամբողջ այս մեսիջները, այս հաղորդումները ի վերջո հասնում են Նիկոլ Փաշինյանին եւ նրան խիստ անհանգստացնում են, քանի որ տեսեք ամբողջ եթեր ծախսել է, անդրադարձել է, թեպետ մի քիչ անտաղանդ կերպով, բայց այնուամենայնիվ։ Հետեւաբար դա նրան անհանգստացնում է։ Հիմա փոխադարձ ոնց որ հարց հղենք նրան, փորձենք ուղղել։ Մենք բոլորս հասկանում ենք, որ Սամվել Կարապետյանի այսօրվա անազատության մեջ գտնվելը կրում է խիստ քաղաքական բնույթ, քանի որ իրավական գործընթացի բացակայության մասին ես բազմիցս խոսել եմ, սա քաղաքական դատավարություն է, եկեք այսպես անվանենք։ Եթե դա քաղաքական դատավարություն է, ապա պարզ է դառնում, որ մեկ մարդու կողմից ուղղորդվող կամ նրա հրահանգներով կատարվող որոշումներ են։ Հիմա հարց առաջանում, ինչու է նա դա անում։ Պատասխանը պարզ է, որովհետև նա վախեցած է, վախենում է, որ վաղը չի ունենալու այն իշխանությունը, չի ունենալու այն աթոռը, որից այդքան բայց վստահ հայտարարում է իրենք սահմանադրական մեծամասնություն են ունենալու։ Շատ լավ, ես շատ միշտ ուրախանում եմ այդ վստահության համար։ Եթե այդքան վստահ եք, այդքան կարծում եք ոչ միայն մեծամասնություն, այլ 60 ավել տոկոսների մասին են նրանք խոսում։ Ինչու է այսօր Սամվել Կարապետյանը անազատության մեջ, որ ինչի գլխավոր այսպես ընդդիմադիր այսօրվա ըստ հարցումների ուժի թեկնածուն ղեկավարը այսօր գտնվում է անազատության մեջ։ Ապահովեք այդ ազատությունը, թող ինքը ուղիղ եթեր դուրս գա եւ պատասխանի բոլոր հարցերին։ Ասում է դրա հնարավորությունը ունի, ինչու ուղիղ եթեր չի մտնում եւ չի խոսում Հարության հետ։ Ցավոք սրտի Նիկոլ Փաշինյանի համար նա երևի լավ չի տիրապետում, որ Հայաստանում գոյություն ունի օրենսդրություն։ Եվ համաձայն այդ օրենսդրության պետքա որևիցե դատական ակտով, որևիցե իրավական փաստաթղթով հաստատվի այն փաստը, որ Սամվել Կարապետյանը իրոք ունի այդ հնարավորությունը եւ զրկված չէ ոչ միայն ազատ տեղաշարժը, այլ խոսքի իրավունքից։ Այնինչ վերջին դատական ակտը, որը որ կայացվել էր մի քանի օր առաջ, այդ հարցին այդպես էլ պատասխան չի տալիս, թեպետ փաստաբանական խումբը ուղիղ դա պահանջել է, խնդրել է, որ անդրադառնա։ Հուսամ իրավապահ մարմինների դեմս քննիչների այդ հարցին անդրադառնան եւ գրավոր տեսքով կտրամադրեն փաստաթուղթ, համաձայն որի այդ հնարավորությունը իրոք Սամվել Կարապետյանը կունենա։ Եվ չմոռանանք, մենք խոսում ենք Նիկոլ Փաշինյանի մասին, ոչ թե այլ մեկ այլ անձի մասին, որը որ հրապարակայնորեն ասում է, չէ, ունի տենց հնարավորություն, իսկ այդ հնարավորությունը օրինակ իրացնելու պարագայում, երբ որ իրավապահ մարմինները դա դիտարկեն որպես պայմանի խախտում, ասի դե ես խո քննիչ չեմ, ես խո դատավոր չեմ, ես հիմա ասել եմ մի բան, խոսացել եմ, բազմիցս խոսում եմ, խո ամեն ինչ չի որ լուրջ եմ ասում, էլի։ Հետևաբար մենք պետքա հետևենք Ճիշտ եմ հասկանում, դուք ավելի շատ զգուշավորություն եք պահպանում, որովհետև չգիտեք ինչ որ պահի ինչ որոշում կընտրի, ինչ հրահանգ կտա Փաշինյանը։ Մենք չունենք որևիցե իրավական հստակ փաստաթուղթ, որով որ սահմանված կլինի, որ ոչ Սամվել Կարապետյանը որևիցե սահմանափակման, խոսքի ազատության եւ այդ իրավունքի իրացման տակ է գտնվում։ Չունենք այդ, նույնիսկ ուղիղ գրություններ է գրվել դատախազությանը, քննչական մարմիններին, դատարանին, որևիցե արձագանք չի ստացվել։ Առայն որ դրական է տեսաուղերձել չեք կարող նկարահանել, տեղադրել։ Թող հստակ գրեն, տրամադրեն կամ Նիկոլ Փաշինյանը իր ոճին համապատասխան հրահանգավորի տան այդ փաստաթուղթը, մենք էլ մեծ սիրով կօգտվենք այդ իրավունքից։ Եվ ուզում եմ նաև շեշտադրել, որ հենց այս հանգամանքը, որ այսօր այդ իրավունքներից Սամվել Կարապետյանը զրկված է, լավագույն ապացույցն է առ այն, որ նա է լինելու ՀՀ հաջորդ վարչապետը։ Ասում եք վախենում է Սամվել Կարապետյանը ազատության մեջ լինելով, ինչ մեծ այսպես վախեր կարող իրեն բերել, որ ոչ ազատության մեջ չի բերում այդքան։ Այսինքն, եթե Կարապետյանը լինի ազատության մեջ,
ինչով է կամ ինչով է սպառնում Փաշինյանի վերընտրվելուն։ Այո, տեսեք, այսօրվա դրությամբ Ուժեղ Հայաստան կուսակցությունը բոլոր էլի մենք բազմաթիվ հարցումներ ենք տարբեր հարթակների միջոցով փորձում ենք ինֆորմացիա ստանալ, ժողովրդի հետ շփվելով ուղղակիորեն առանց, այսպես ասած, միջնորդների, տեսնում ենք պատկեր, համաձայն որի այս վարկանիշը աճում է, ժողովուրդը վերջապես տեսնում է այն այլընտրանքը, որը հայտնվել է քաղաքական դաշտում, ունենք մեծ աջակցություն, լայն աջակցություն եւ հակառակ կողմից մենք տեսնում ենք, որ այս փոքրիկ խմբակի ներկայացուցիչները ինչ էլ անում են, իրանք հասել են ոնց որ պիկին եւ հակառակը նվազում է։ Եվ այն պարագայում, երբ որ Ուժեղ Հայաստան կուսակցության վարչապետի տեխնացուն գտնվում է անազատության մեջ, զրկված է խոսքի իրավունքից եւ առհասարակ դեռևս այսպես հնարավորություն չի ունեցել ժողովրդի հետ շփվելու։ Պատկերացնում եք անմիջական շփվելու։ Պատկերացնում եք, երբ որ նա լինի ազատության մեջ, գոնե ուղերձ կարողանա հղի դիմի քաղաքացիներին իր մտքերը արտահայտի, իր տեսլականը անմիջապես արտահայտի, ոչ թե գրավոր տեսքով կամ միջնորդավորված, ինչպես նախկինում է եղել, ինչքան է դա ազդելու եւս այս հարաբերակցության վրա։ Հետեւաբար շատ հնարավոր է, որ ԿՊ-ն նույնիսկ շեմը չհաղթահարի։ Իդեպ նրանք իրենց ավտոբուսով, ուրախ ավտոբուսով գնում են մարզեր, բայց ուղիղ եթերով են դա ցույց տալիս։ Դուք ինչի՞ չեք գնում։ Ձեր ավտոբուսը գիտեմ կա, իրանցից առաջ կա։ Ինչու ուղիղ եթերով չեք գնում։ Այդ ձևով էլ իրենց մրցակցային դաշտում հայտնվեք։ Դե չգիտեմ, այդքան ուրախ կոնտենտ պերաշկի եւ կուկուռուզ ուտելու չունենք երևի դրա համար, որովհետեւ այդ այցերը ունեն հստակ նպատակ, այդ նպատակով են ուղևորվում մարզեր, տարբեր քաղաքներ, ժողովրդի հետ հանդիպելու եւ ավտոբուսի այս ընթացքը կարծես թե չեմ կարծում, որ շատ մեծ հետաքրքրություն պետք է առաջացնի ժողովրդի մոտ։ Եվ անդրադառնանք նաև երեկվա ձեր անվտանգության հետ կապված շնորհանդեսին, պարոն Սարգիսով, այդ շնորհանդեսի տպավորությունը մի կողմ հետ խոսենք բովանդակային առումով, բայց առաջին տպավորությամբ երեք քննադատության հեղեղ էր, թե ինչու ձեր կողքին կանգնած են իսրայելցի իշխանական դաշտից էր այդ քննադատությունը շատ հաճախ, իսրայելցի գեներալ, եթե չեմ սխալվում, հույն էլի զինվորական, նաև այսպիսի մի դիտարկում կար, որ այս օրերին Իրանում պատերազմ է ընթանում եւ ինչու է ձեր կողքին հայտնվել իսրայելցի գեներալը։ Ինչու եք բերել նրան։ Ինչու եք պատերազմ հրահրում ազգամիջյան։ Շատ լավ, փորձեմ ցենց հանգամանալից անդրադառնալ։ Առաջինը, մենք հիմա էլ հայտարարում ենք, որ աշխարհի ցանկացած տեղից լավագույն մասնագետներին ներգրավելու ենք Հայաստանի Հանրապետության անվտանգության, խաղաղության գործընթացի ապահովման մեջ։ Իսկ իսրայելցի գեներալ ուրեմն Զվիկա Խայիմովիչը հանդիսանում է երևի top 5 մասնագետներից հակաօդային պաշտպանության ոլորտում։ Մենք միշտ Իսրայելը ժողովուրդը խոսույթի մեջ միշտ որպես օրինակ է բերում, հաճախ օրինակ է բերում, մատնանշելով այդ երկաթյա գմբեթը եւ այլն եւ գեներալ Խայիմովիչը հանդիսանում է այն մարդկանցից մեկը, որ եղել է ակունքներում ստեղծման։ Սա մեկ։ Երկրորդը, եթե պայմանական Շվեյցարիայում նմանատիպ մասնագետ լիներ, մենք կներգրավեինք Շվեյցարիայից։ Ցավոք սրտի կամ բարեբախտաբար Շվեյցարիայի համար այնտեղ որևիցե ակտիվ գործողություններ չեն կատարվում, իսկ Իսրայելը վերջին տարիներին երևի ամենահաճախ այս կոնֆլիկտների կամ պատերազմական գործողությունների մեջ ներգրաված երկիրն է եւ ունի այդ առումով երևի նոր ժամանակակից փորձը։ Երրորդը, տեսեք, սա դեռ սկիզբն է եւ մենք ներգրավելու ենք ել ավելի շատ մասնագետներ, լավագույն մասնագետներին, դրսի եւ ներսի, դրան էլ հեսա կանրադառնանք, աշխարհի լավագույն, եկեք այսպես ասենք, մասնագետներին, որոնք որ կարող են օգնել կառուցել իրոք ուժեղ անվտանգություն եւ բերել Հայաստանին իրական եւ ուժեղ խաղաղություն։ Հաջորդը, ինչպես նշեցիք, հենց այդ ԿՊ-ական խողովակներից էր այդ կոչ են քննադատությունը հնչում։ Իսկ այդ ԿՊ-ական խողովակները միթե չեն նկատել բացի իսրայելցի իդեպ ոչ մի պաշտոն չզբաղեցնող անձից բացի, որը որ այո բրիգադային գեներալ է հանդիսանում եւ ներգրաված է որպես խորհրդատու
որպեսզի խորհուրդներ տալ, ինչպես կառուցել էֆեկտիվ հակաօդային պաշտպանություն Հայաստանի Հանրապետությունում։ Ինչու չեն նկատում, օրինակ, հույն փորձագետին, որը որ մեր բարեկամական երկրից է, ՆԱՏՕ անդամ երկրից է։ Ինչու չեն նկատում Արտուր Ավանեսյանին, որը որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ունի բազմամյա փորձ, որը որ պատրաստ է այդ փորձը ներդնել այս գործընթացի մեջ։ Ինչու չեն նկատում բազմաթիվ մասնագետների, ովքեր որ ելույթ են ունեցել 2 ժամից ավել տևող այս ժողովի ընթացքում բազմաթիվ մտքեր են հնչել, բազմաթիվ, չգիտեմ, առաջարկներ են եղել, մարդիկ են ելույթ ունեցել, ոչ մի քննադատություն կամ խոսք չի եղել այդ մտքերի վերաբերյալ։ Չէ՞ որ մենք խոսում ենք երկրի, պետության, անվտանգության եւ պաշտպանության մասին։ Ինչու չեն խոսել այլ մասնագետների մասին, այլ թեմաների շուրջ։ Մենակ մի բան են գտել, որի շուրջ ծավալել են այս դիսկուրսը, փորձելով շեղել իրական օրակարգից։ Իսկ իրական օրակարգը, ես նորից եմ կրկնում, անկախ, չգիտեմ, իշխանությունից, ուժից, քաղաքական եւ այլն, սա խոսքը գնում է պետության, Հայաստանի Հանրապետության անվտանգության վերաբերյալ։ Ի վերջո նաեւ անվտանգության գլխավոր նպատակներից մեկը լինելու է զինվորի անվտանգությունը, զինվորի կյանքի անվտանգություն։ Ես խոսում եմ եւ ֆիզիկական անվտանգության մասին, քանի որ մեր անվտանգության ծրագրի այս քայլերը մենք խոսում ենք եւ ուժեղ բանակի, ապահով սահմանների, ապահով երկնքի մասին, ինչպես նաեւ առհասարակ կյանքի մասին, որովհետեւ զինվորի արժանապատվությունը եւ արժանապատիվ ծառայությունը պետքա լինի առաջնահերթություն, պետության համար առաջնահերթություն։ Նույնիսկ տա Աստված որևիցե ոչ մարտական, ոչ կոնֆլիկտային գործողություններ երկար տարիներ չլինեն հանրապետությունում եւ խաղաղ պայմաններում զինվորը պետքա եւս ծառայի արժանապատիվ, այսինքն ստանա վարձատրություն, աշխատավարձ, ժամկետային զինծառայողները եւս պետք է աշխատավարձ ստանան, ունենան հնարավորություն ծառայությունից հետո ստանալ անվճար կրթություն։ Դա պետքա լինի հնարավորություն մարդկանց համար, դա պետքա լինի պատիվ, դա պետքա լինի ի վերջո աշխատանք։ Ես կուզենամ սա շեշտեմ, որովհետև այսօր նաև դուք ինչպես նշեցիք վերջին հայտարարությունը, նաև Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը եւս տեսանյութ է տեղադրել իր Facebook-յան էջում, որտեղ անդրադարձել է այս հարցին, որ զինվորի կյանքը դա առաջնահերթություն է։ Մենք ամեն ինչ պետք է անենք, ներգրավելով մասնագետներ, ավելացնելով ռազմական բյուջեն, ձեռք բերելով նորանոր սարքավորումներ, տեխնիկա եւ այլն, ապահովենք իրենց կյանքը, իրենց անվտանգությունը։ Սա կարևոր նպատակներից մեկն է։ Հիմա ավելի բովանդակային մի կողմ թողնենք այն հարցը, որ դա զինվորականների հարցն է, ինչպես պետք է օդի փակ լինի, ինչպես պետք է պայքարեն թշնամու զինատեսակներով։ Դուք հայեցակարգ եք ներկայացնում եւ այնտեղ շատ կարեւոր է նաեւ դաշնակիցներ, աջակիցներ ունենալ անվտանգության հետ կապված։ Այս առումով ձեր ուժը ինչպես է տեսնում այդ դաշնակից փնտրելու դաշնակցային հարաբերությունները, ում հետ մենք կարող ենք մեր ռազմավարական դաշնակցությունը շարունակել եւ անվտանգություն ապահովել ոչ միայնակ, այլ ինչ որ կենտրոնների, ինչ որ երկրների հետ համատեղ։ Այո, շատ ճիշտ նկատառում է, որովհետեւ անվտանգություն, երբ որ մենք առհասարակ անվտանգություն ասում ենք, մենք ֆիզիկական անվտանգության մասին ենք, չէ՞, առաջին հերթին մտածում, բայց անվտանգությունը առաջին հերթին սկսվում է դիվանագիտությունից։ Այսօր ցավոք սրտի մեր դիվանագիտությունը այն մակարդակում է գտնվում, որ մենք չունենք ցավոք սրտի իրական եւ ամուր դաշնակից, չունենք երաշխավոր որևիցե գործընթացի շրջանակներում չգիտեմ ոնց են կարողացել հարաբերությունները փչացնել, որը որ ունեինք մինչ այդ այլ երկրների հետ եւ առաջին հերթին մեզ պետք է ձևավորել ուժեղ դիվանագիտական թիմ, որը որ կարողանա վերականգնի այդ բալանսը առնվազն, քանի որ դիվանագիտությունը, որը հիմնված է միայն զիջումների վրա, որտեղ այսօր ինչ են ասում, չէ, ասում են, եթե մենք չընտրվենք, չէ, կուկուռուզ, վերաշկի, խաղաղություն, նույնիսկ Գևորգ Պապոյան չի լինելու։ Իդեպ վերջինը ոնց որ ճիշտ է։ Հետևաբար այս է խաղաղությունը, բայց հարց տանք, այս խաղաղությունը ինչի հիման վրա է ձևավորված, ինչ երաշխիքներ ունենք, որ վաղը այն չի դադարելու գոյություն ունենալ։ Որն է երաշխիքն ու երաշխավորը։ Ով պետք է լինի այդ երաշխավորը։ Տեսեք, առաջին հերթին դիվանագիտությունը, ինչպես ասացի, մենք պետք է ունենանք
թիմ, որը որ բաղկացած լինի պրոֆեսիոնալներից, մենք պետք է օգտագործենք Սփյուռքի ներուժը, մենք պետք է օգտագործենք Սամվել Կարապետյանի միջազգային կապերը, որպեսզի այդ դիվանագիտական հարաբերությունները ստեղծենք կամ բարելավենք։ Առաջին հերթին մեր հարևան երկրների հետ, նույն Իրանի, Վրաստանի, Ռուսաստանի, ինչու ոչ նաև Հունաստանի, Կիպրոսի, այստեղ բազմաթիվ մենք աշխատանք ունենք տանելու, էլի։ Եվ կներեք, ասում են հիմա աշխարհում այնպես է, որ երաշխավորների ինստիտուտը չի աշխատում։ Մենք պետք է կարողանանք ինքնուրույն լեզու գտնել մեր հարևանների հետ։ Եվ հիշեցնում են նաև, թե ինչ եղավ Արցախում, չէ՞ որ Արցախում էլ կար երաշխավոր ռուսական խաղապահներին, տեսակ ինչ եղավ։ Մի խոսքով երաշխավոր պետք չի։ Դիվանագիտությունը սկսում է ինքնուրույն խոսելուց։ Մենք պետք է ուղղակի ունենանք ուժեղ առաջատար, լիդեր, որը որ կարողանա սեղանի շուրջ նստել եւ բանակցել։ Ոչ թե անել այն, ինչ իրան ասում են սահմանադրություն փոխի, խելո գնում փոխում է։ Արցախը կորցրեցինք։ Ինքնիշխան տարածք այսօր Հայաստանի Հանրապետության չի գտնվում լիարժեք մեր վերահսկողության ներքո։ Պատկերացնում եք։ Մենք չենք կարողանում լուծենք ռազմագերիների հարցը։ Մենք նույնիսկ այս վերջերս Ալիևը հայտարարություն էր տարածել, որ մեր օդային տարածքը հանգիստ օգտագործում են, նույնիսկ շնել հարցնում մեզ թույլտվություն։ Ոնց եք պատկերացնում, որ Սամվել Կարապետյան լինելով վարչապետ ինչ-որ մեկը կարողանար այդպիսի հռետորաբանություն։ Ասացին դա ավելի վաղարված հայտարարություն է։ Էական չի։ Ես ընդհանուր մթնոլորտն եմ ներկայացնում նաև, կարծում եմ դա անվիճելի փաստ է։ Թե ինչևէ, հարցը նրանում է, որ պետք է կառուցել այդ հարաբերությունները։ Իսկ ինչ վերաբերվում է մասնավորապես, օրինակ, չգիտեմ, բարդ հարցերին, ինչպիսին է օրինակ TRIP-ը, հա, որի շուրջ կարծես թե ունենք որոշակի պայմանավորություն, ցանկացած չնայած ամեն դեպքում ես կուզենայի ոնց որ մատնանշել, որ պետքա նախ եւ առաջ ծանոթանալ այն փաստաթղթերի, իրական փաստաթղթերի կամ այն խոստումների, որոնք որ արվել են կամ տրվել են, որոնք որ միգուցե հասանելի չեն հանրությանը, մի հատ ծանոթանալ իրավիճակին, նոր հասկանալ հաջորդ քայլը որն է։ Սակայն երաշխավորի ինստիտուտը այն է, որ եթե մի քանի երկիր մեկ երրորդ երկրի, այսինքն ներկայությամբ որևիցե համաձայնության են գալիս, այդ երրորդ երկիրը պետքա չգիտեմ, գործիքակազմ ունենա ազդելու, չէ՞։ Մենք ասում ենք, սա ԱՄՆ-ն ներգրավել է գործընթացի մեջ, ինչը շատ ողջունելի է, բայց ինչ կարգավիճակով, որպես վկայի, թե որպես երաշխավոր է մեզ պետք։ Եվ մի քանի երաշխավոր, քանի որ պատմության փորձը մեզ ցույց է տալիս, որ կարող է քո դաշնակցի մոտ լինել որոշակի, չգիտեմ, աշխարհակահաղական խնդիրներ։ Հիմա իհարկե այդպես է աշխարհակահաղական խնդիր Իրանի հետ կապված եւ Միացյալ Նահանգները առժամանակ Փաշինյանը վերջերս ասաց, որ իրենց գլուխը խառն է մի խոսքով կոպիտ ձևակերպեմ Իրանով, իրենց հեչպետ չի սպային զբաղվել TRIP-ով։ Իրենք ասում են, եթե օրինակ, ասում եք երրորդ երկիր, երրորդ, չորրորդ երկիր երաշխավորն է, օրինակ ինչպես եք պատկերացնում այդ TRIP-ում բաց Միացյալ Նահանգներից այլ երկրների ներկայությունը։ Տեսեք, բանակցային գործընթացները միշտ որ ասում են հնարավորությունների արվեստ է, չէ՞, պետք է գտնել այն եզրերը, հետաքրքրությունները, որը յուրաքանչյուր երկիր այս տարածաշրջանում ունի, եւ փորձել այդ հատման կետերում, այսինքն մոտեցնել այդ հետաքրքրությունները, որպեսզի ունենան հատման կետեր եւ բալանսավորված եւ առաջին հերթին իշա Հայաստանի Հանրապետությանը ունենալ վերջնական իրական միջազգային փաստաթուղթ, հա, ուժ ունեցող, պարտադիր ուժ ունեցող միջազգային փաստաթուղթ։ Սա է գործընթացը, որի մեջ պետք է իշխանությունը ասում է, դուք ինչպես եք պատկերացնում Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը համատեղ այդ TRIP-ի ճանապարհին դինեն։ Տեսեք, մենք փորձը կարծես մի քանի տարի առաջ ունեցել ենք, երբ որ Մինսկի խմբում 3 համանախագահող երկրներ էին առկա ու կարծես թե այդ խումբը գործում էր, սակայն դադարեց գործել հենց Ադրբեջանի պահանջով եւ այսպես ստիպողական գործողություններով եւ մենք էլ որևիցե բան դրա դիմաց չպահանջելով խելոք համաձայնվեցինք, ու մենք չէ, մենք ասելով նկատունակ իշխանությունն այս խմբակը համաձայնության եկանք։ Ամեն ինչ հնարավոր է, տեսեք, Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները կարծես թե այսպես ունեին տարաձայնություններ, սակայն արդեն որոշակի դիվանագիտական կապեր, խոսակցություններ, որոշակի ոնց որ արդեն ուրվագծվում են։ Ամեն ինչ հնարավոր է, մենք կարող ենք լինել այն երկիրը, որտեղ որ կարողանանք տարբեր պետությունների, ոչ միայն չսահմանափակվենք Ռուսաստանով եւ ԱՄՆ-ով, սեղանի շուրջ նստացնել եւ հասնել այդ բանաձևին, եկեք այսպես կոչենք։ Տեսեք, դուք ներկայացնում եք անվտանգության հետ կապված հարցերը, տնտեսության հետ կապված հարցերը, բայց Փաշինյանը արդեն ջրբաժան է դրել, ասում է, այն բոլոր ուժերը, որոնք այս կողմում են եւ խոսում են խաղաղության մասին,
բայց սակայն իրական խաղաղություն չեն բերում, դրանք պատերազմի ուժերն են։ Ասում եմ, միայն ես եմ, որ խաղաղության աղավնի եմ եւ այստեղից հետեւություն, եթե նրանք գան իշխանության, ավելի ծանր պատերազմ կլինի, 44 օրյայից ավելի ծանր։ Հիմա դուք ինչպես եք համոզելու հանրությանը, հայ հասարակությանը, որ դուք պատերազմ բերող ուժ չեք եւ Փաշինյանի այս ասացները ընդամենը իր երևակայության արդյունքն են կամ նախընտրական հնարք։ Ինչպես կկարողանաք դուք ապացուցել, որ ոչ, մենք իրական խաղաղություն ենք բերելու եւ պատերազմի հերձիկներ չենք, ինչպես ինքն էր ասում։ Տեսեք, Փաշինյանի այս խոսույթը նման է ոնց որ խորտակվող մարդ, որ փորձում է ինչ-որ մի բանից բռնվի, որ վերջնականապես ջրի տակ չընկնի, չանցնի, այդ գործողություններին է նմանվում։ Արդեն չգիտի ինչ ասի, ասում է մենք խաղաղություն ենք բերում, մնացածը պատերազմ բերում։ Չեմ կարծում, չեմ էլ ուզում խոսել այլ ուժերի անուններից, սակայն ուժեղ Հայաստան կուսակցությունը չի տեսնում խաղաղությանը այլընտրանք։ Պետք է լինի խաղաղություն։ Սակայն միակ երևի գլխավոր այսպես ասած տարբերությունը կամ ուղերձը դա իրական եւ ուժեղ խաղաղությունն է, որովհետեւ գիտեք ամենայն հարգանքով բոլոր քաղաքական գործիչներին, բայց եւ այդ ոլորտին կարծում եմ այս 30 տարվա ընթացքում այսպես ձևավորվել է միգուցե կարծրատիպ, բայց քաղաքական գործիչները միշտ այս ընտրություններից առաջ հանդես են գալի խոստումներով, բոլորը խոստումները լավն են, ծրագրերը լավն են, ասում են մեզ ընտրեք, մենք ամեն ինչ կանենք, սա հարցերը կլուծենք, հետո չի ստացվում, ասում են ոչինչ, երկրորդ անգամ կընտրվենք, կլուծենք։ Հնարավորություն տվեք։ Եվ այլն, այո։ Մենք միգուցե ոչ ստանդարտ ենք կամ այս կարծրատիպերի մեջ մտնող չենք, որովհետև չենք ուզում պարզապես խոստումներ տալ, ուղղակի ինչ-որ հայտարարություններ անել։ Մենք փորձում ենք կառուցել հստակ քայլեր, հստակ ծրագրեր, որով որ առաջ շարժվենք։ Բնականաբար շատ կարևոր է ովքեր են այդ ծրագիր իրականացնողները, բայց կենտրոնում գտնվում են միտքը եւ բուն ծրագիրը։ Նույն մենք տնտեսության մասին երբ որ խոսում ենք, ասում ենք սա հստակ տնտեսական քայլեր են, որը երաշխավորված է կոնկրետ անձի կողմից, այսինքն ունի հասցեատեր։ Ոչ թե կուսակցությունը ասում է մենք փորձենք հասնել, որ հետո չստացվի, ասեն դե ով էր ասում, որ կուսակցություններ, հիմա կուսակցության մեջ է փոփոխություն։ Այսինքն ձեր համար Սամվել Կարապետյան ամենամեծ երաշխիքն է բոլոր հարցերում։ Այո, ամենամեծ երաշխիքն է, բայց նաև աշխատում է թիմ պրոֆեսիոնալներով հագեցած, հավաքված թիմ, որը որ պետք է այդ ծրագրերը իրականացնի։ Նույնը անվտանգության մասով։ Գիտեք, բոլորը կարող են վերկանալ վաղը, ասել մենք խաղաղություն ենք բերում։ Խոսելը արգելված չէ, ողջունվում է, բայց հեշտ է։ Իրականացնելն է դժվար։ Եվ իրականացնելը պետք է դրդված լինի շարժառիթ հանդիսանա ազգային շահը։ Ոչ միայն իշխանություն պահելը, ոչ միայն, չգիտեմ, այլ ինչ-որ հետաքրքրությունները, այդ զիջումները, այդ խաղերը եւ այլն, այլ հենց ազգային շահը։ Սա է հիմնական, ես կարծում եմ, եւ տարբերությունը եւ այդ մեսեջը, որ ես կուզենայի փոխանցեի։ Մեր թիմը աշխատում է դրդվելով ազգային շահով եւ իրականացնելով հստակ քայլերով ծրագրեր։ Տպավորությունը, որ իշխանության համար որպես քաղաքական հակառակորդ հենց ձեր ուժն է դիտարկվում եւ բոլոր այն հայտարարությունները, որը հնչում է իշխանության կողմից, առաջնահերթ ձեզ է ուղղված։ Այս առումով բավական ուշագրավ էր արտաքին հետախուզության այդ հայտարարությունը, որ դրսից մարդկանց են բերելու, պարտադրում են, որ մասնակցեն քվեարկություններին։ Դրան զուգահեռ նաեւ Փաշինյանի այսօրվա եւ նախորդ բոլոր հայտարարությունները, որոնք ուղղված են ուղիղ, ասում են ձեզ, Ռուսաստանաբնակ օլիգարխը եկել է, ուզում է Հայաստանը տանել դեպի միութենական երկիր, անկախությունից են զրկում։ Ուզում եմ ասեմ, ձեր ուժը ամենամեծ թիրախում է։ Ինչն է պատճառը, որ հենց ձեզ դուք եք թիրախում եւ դուք սկզբում նշեցիք, որ վախենում են, բայց ամեն դեպքում գուցե սոցհարցումներ կան, գուցե ինչ որ մի բան կա, որը իսկապես իշխանության համար մտահոգիչ է։ Այդ ինչ որ բանը դուք հայտնաբերել եք, որն է։ Կարծում եմ միակ պատճառը, որը որ պետք է հանդիսանա եւ կհանդիսանա այդ վախերի, այդ անհանգստությունների եւ որպես հետևանք այդ ուղերձների լինելու է ժողովրդի աջակցությունը, ժողովրդի ձայնը։ Այսինքն այդ սոցհարցումը ինչ է ինքն իրենով կամ ոչ սոցհարցումը, ուղղակի շփումը տարբեր շերտերի, տարբեր բնակավարների, տարբեր, չգիտեմ, աշխարհակաղակական տեղերում գտնվող մեր հայրենակիցների հետ, այն է, որ նրանք իրենց աջակցությունն են, իրենց հույսերն են կապում հենց ուժեղ Հայաստան կուսակցության եւ ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի հետ, այլ ոչ թե մեկ այլ ուժի կամ առավել եւս գործող
իշխանության։ Բնականաբար, եթե մենք այդ տեղեկատվությունը տիրապետում ենք, չեմ կասկածում, որ իշխանություններն էլ, այսօրվա իշխանությունները չեն տիրապետում այդ ինֆորմացիային։ Հետևաբար, ամեն ձև փորձում են մեզ, այսպես կամ հանրությանը շեղել գլխավոր օրակարգերից, այսինքն մենք խոսում ենք տնտեսությունից, նրանք փորձում են շեղել մեկ այլ թեմաներով, չգիտեմ, այսինչ Սամվել Կարապետյանի աջակիցը եսիմ ինչ հանցագործություն կատարեց կամ ինչ որ գործողությամբ աչքի ընկավ, փորձում են շեղել այսպիսի մանր մանիպուլատիվ գործողություններով, որովհետև կա հստակ ծրագիր, մենք շարժվում ենք առաջ, շփվում ենք ժողովրդի հետ, լսում ենք կարծիքը, փորձում ենք իրականում սարքել լավ տնտեսական ծրագիր, լավ անվտանգության ծրագիր, որը որ կլինի իրագործելի։ Մնացածը արդեն կարևոր չէ կարծում եմ, այն ինչ Բայց ես արտաքին հետախուզության այդ հայտարարությունը հենց այնպես շեշտացրեցի, դա հող է նախապատրաստվում ինչ որ գործընթացների համար, ձեր տպավորությունը ինչպիսի է։ Կա նմանատիպ տպավորություն, որ հերթական անօրինական գործողություններ են նախապատրաստում, այսպես ինչ որ գործողություններ անում տարբեր այսպես իշխանամերձ կամ իշխանական խողովակներով, հկներով, էլի շրջանառվում է, այսպես ընդ փոքր նետումներ են դեռևս մեդիադաշտ իրականացվում։ Տեսեք, ես առիթից օգտվելով կուզենայի եւս խնդրեի, կոչանեի բոլոր մեր հայրենակիցներին, ովքեր որ գտնվում են Հայաստանում, ովքեր որ գտնվում են արտասահմանում, անպայման դրսևորեն ակտիվություն, անպայման գան ընտրություններին, մասնակցեն այդ ընտրություններին, որովհետև բոլորի ձայնը առաջին հերթին իրոք կարևոր է, որովհետև դու տեր ես կանգնում այն ապագային, ինչը որ դու ուզում ես։ Հետագայում քեզ թույլ չտալով բողոքել, հա, այսպես փնովել, ասել դե էս ասախ որոշված է եւ այլն, ոչ, անձն է որոշում իր քվեով։ Սա շատ կարևոր է եւ այդ ակտիվությունը նաեւ նշեմ եւս բերելու նրան, որ այսօրվա իշխանությունը ԿՊ-ն էլ ավելի քիչ շանսեր ունի վերընտրվելու, որովհետեւ մեր մասնակցությունը եթե մեծ լինի, որովհետեւ մի մեծ զանգված ժողովրդի, ես շատ լավ գիտակցում եւ հասկանում եմ նրանց, հիասթափված է այս ընթացքում բոլոր process-ներից տեղի ունեցած, ցուցաբերում է անտարբերություն, խաբված է իրենց զգում միգուցե եւ շատ պատճառներ կան, բայց այս կարծում եմ այս ընտրությունները հունիսի 7-ին որ պետքա տեղի ունենան, շատ լավ հնարավորություն է հենց այդ շանսից օգտվելու, իրենց ձայնը լսելի դարձնելու, իրենց ապագան որոշելու եւ այլն։ Իսկ մնացած ինչ որ տեղի ունենալու խոսակցություններ, նախապատրաստում են հող եւ այլն, այո, մենք բոլոր սցենարներին պատրաստ ենք, մենք տեսնում ենք, որ այս վարքագիծը, որ դրսևորում է Եվ Եվրամիության արագ արձագանքման խումբ է գալիս, հիբրիդային պատերազմի դեմ է պայքարելու, այս ամեն ինչը հուշում եմ, որ ձեր նշած, որ սկզբում նշեցիք, իշխանությունը վախեր ունի, այսինքն մտահոգված է, որ ինչ որ իրավիճակում պետք է միջ այդ նախապատրաստված քայլեր ունենա։ Ես ուզում եմ, որ բոլոր իրոք անկախ դիտորդները եւս ակտիվություն դրսևորեն, հետևեն նմանատիպ, չգիտեմ, հայտարարություններին, գործողություններին եւ այլն, որովհետեւ ամեն ինչ պետքա գործի օրենքի սահմաններում, պետքա լինեն թափանցիկ ընտրություններ։ Եվս սա խոսում է պետական շահի մասին, հասկանում եք, Հայաստանի Հանրապետությունն է շահում նրանից, որ իրոք լինեն թափանցիկ եւ արդար ընտրություններ։ Ինչ եք կարծում, օրինակ, եթե ընտրություններին մասնակցող ուժերից մեկի թեկնածուն առաջատարը գտնվում է անազատության մեջ, ինչքանով է լեգիտիմ լինելու այդ ընտրությունները։ Հետևաբար մենք պետքա բոլոր գործողությունները եւ համատեքստը դիտարկենք իրար հետ միասին։ Գուցե ընտրությունից մեկ ամիս առաջ Փաշինյանը որպես ժողովրդավարության բաստիոն որոշի Սամվել Կարապետյանին բաց թողել։ Տեսեք, մենք ինչ ենք հիմա քննարկում ժողովրդավար երկրում 21-րդ դարում իրավական պետությունում, ասում ենք Նիկոլ Փաշինյանը պետքա որոշի, որ իհարկե նա որ այստեղ ինձ կասեք, ես ինչ գործ ունեմ իրավապահ համակարգին դիմել։ Մենք հավատում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը իրականում իրավական եւ ժողովրդավարական պետություն է, որտեղ որ կա օրենքի գերակայություն։ Ուզում ենք, որ այդպես է լինի միշտ։ Եվ հատկապես ընտրություններից նախորդին որևիցե բան այդ առումով չփոխվի եւ որևիցե անօրինական քայլերի այս իշխանությունները չդիմեն, թեպետ բազմաթիվ անգամ դիմում են եւ մենք այդ ցերագիրին սովոր ենք, բայց հուսով ենք այսքանով կբավարարվեն եւ իրավիճակը միայն կլավանա։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։